Ողջույն բոլորին։ Այսօր ես կփորձեմ բացատրել, թե ինչ կտա մեզ մեկուսացում եւ ինչով զբաղվում մեկուսացման ժամանակ։ Որպես սա ծանրաբեռնված հոլովակ կստացվի, մաքսիմալ հակիրճ կներկայացնեմ ամեն ինչ։ Ուրեմն մենք հիմա գտնվում ենք Washington Post կայքում, որտեղ հրապարակված է վիրուսի տարածման 4 օրինակ։ Հիմա 4 օրինակներն մենք տեսնենք։ Ուրեմն այստեղ առաջին օրինակում մենք տեսնում ենք փոքր քաղաք, որտեղ վիրուսի տարածման կանխարգելից որևիցե միջոց չի ձեռնարկվում, եւ տեսնում ենք այստեղ բավականին արագ տարածվեց վիրուսը, քանի որ ոչ մի միջոց չի ձեռնարկվել։ Անցնենք առաջ, հիմա տեսնենք Չինաստանի օրինակը, Հուբեյ քաղաքը, որտեղ տարածման համար միջոցներ է ձեռնարկվել մասամբ։ Այստեղ տեսնում ենք աճը վարակակիրների եւ վարակի տարածման աճը դանդաղել է բավականին, քանի որ կարանտինի միջոց է ձեռնարկվել։ Իսկ տարբերակ երրորդում ինքնամեկուսացման տարբերակն այսպես ասված, տարբերակ երրորդում մենք տեսնում ենք, որ այստեղ աշխատում են առաքիչներ եւ չգիտեմ ինքնամեկուսացումը մասամբ աշխատում է եւ վիրուսի տարածումն այդքան էլ մեծ տեմպերով չի կատարվում։ Իսկ այդ տարբերակ 4-րդում այստեղ գրեթե միայն առաքիչներ են աշխատում, ենթադրենք Իտալիան է, Իտալիայում արդեն գրեթե այս տարբերակին են անցել։ Վիրուսի տարածումը հասել է այն ամենամինիմալին, գրեթե չկա։ Իսկ հիմա ասեմ դա ինչ կտա, վերցնենք երկու օրինակ։ Այ առաջին օրինակում կունենանք բուժ աշխատող, որը կունենա 50 հիվանդ, իսկ վերցնենք տարբերակ երկրորդ, որտեղ մեկ բուժ աշխատող կունենա 220 աշխատող, 220 հիվանդ։ Նայեք, ուրեմն տարբերություններն այստեղ։ Այստեղ բոլորիդ էլ ական, այդ պարզ է, որ առաջի տարբերակում, որտեղ բուժ աշխատողն ունի 50 հիվանդ, սպասարկումն ավելի արդյունավետ կլինի, քան 220-ի դեպքում։ Եվ մեկուսացումը մեզ այս պարագայում միայն սա կտա, բայց դա տվյալ պահին ամենաօպտիմալ տարբերակն է վիրուսի դեմ պայքարելու համար։ Այնպես որ ժողովուրդ, եկեք օգնենք մեր բժիշկներին, որպեսզի միասին կարողանանք հաղթահարել այս վիրուսը։ Իսկ հիմա ասեմ, թե ինչով կարելի է զբաղվել մեկուսացման ժամանակ։ Ուրեմն սկսենք մեր հայրենական արտադրանքից, եւ դա CRISPR-ն է։ Ուրեմն ինչի համար է նախատեսված CRISPR-ը։ CRISPR Pro տարբերակը 6 ամսով տրամադրվում է անվճար։ CRISPR-ը նախատեսված է, որպեսզի համակարգչով զանգեր կատարելու դեպքում կլինի Viber, WhatsApp, Skype եւ այլ ծրագրեր։ Նա աշխատում է Mac օպերացիոն համակարգով եւ Windows օպերացիոն համակարգով։ CRISPR-ը համար է, որպեսզի զանգի ժամանակ կողմնակի այլ ձայները կասեցնի եւ ունենաք մաքուր խոսակցություն։ Իսկ երկրորդ տարբերակը, ովքեր սիրում են կինոներ դիտել, մենք կներկայացնենք Կինոպոյս կայքը, որը նույնպես անվճար տարբերակներ ունի վիրուսի հետ կապված, առաջարկում է դիտել բարձր որակի ֆիլմերը առանց որևիցե վճարի։ Իսկ մենք ունենք նաև տարբերակ, որը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են թերձավությամբ զբաղվել, Smart Reading կայքը առաջարկում է 500 եւ ավելի տեսակ գրքեր, որոնք անվճար կլինեն այս շրջանակում վիրուսի։ Ովքեր ցանկանում են երաժշտություն լսել, Vkontakte կայքը նույնպես առաջարկում է 3 ամսվա տարբերակ, 3 ամսվա համար վճարում եք ընդամենը 1 ռուբլի եւ ունենում եք առանց սահմանափակումների երաժշտություն լսելու հնարավորություն։ Իսկ նրանք, ովքեր ցանկանում են մեկուսացումը անցկացնել խաղերի միջոցով, կունենան հնարավորություն GFN կայքում լրիվ անվճար բեռնել գրեթե բոլոր իրենց խաղերը։ Մենք էլ մեր մասով անվճար ծառայություն կմատնեցինք on-line տարբերակով, կօգնենք թե ծրագրային, թե տեխնիկական մասով լուծել ձեր խնդիրները։
Եկեք թույլ չտանք վիրուսի հետագա տարածումը եւ օգնենք մեր բուժաշխատողներին։ Ստեղ ժողովուրդ, ստեսություն։